Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ամոթն ոչ թե մեր ներքին կյանքի համար միայն, մի պահ պատկերացրեք ժողովուրդ, որ մեզ դիտում են մեր բարեկամները, մեր թշնամիները աշխարհում, մեծ պետությունների ներկայացուցիչները հետևում են, ի վերջո դիտում են եւ իրենց տեղեկատվությունն են ուղարկում իրենց երկրների ղեկավարներին, որոնց հետ հանդիպում է կամ հանդիպելու է կոչված մեր երկրի ղեկավարը այս պարագային այս ստախոսը։ Դուք պատկերացնում եք այդ հանդիպումները, պատկերացնում եք այդ մարդիկ ինչ աչքով են նայում, որքան էլ ժպտան, պատկերացնում եք ամոթը, այն որ առաքյալն ասում է, ում Աստվածը իր որովայնն է, որովհետև ուրիշ Աստված չունի իր որովայնից բացի, իր փորձելով այս ժամանակահատվածում նյութական շահագրգռությամբ մարդկանց տանել դեպի իր տիրապետությունը, ուրիշ միջոց չունի մարդկանց որևէ ձևով այլևս համոզելու, ստի ամբողջ տարողությունը արտահայտված է, հիմա մնացել է պարզապես նյութական շահագրգռությունը, ուղղակի, փորձելով կաշառել մեր ժողովրդին, մեզ, ասելով, եթե հայտարարագիրը լրացնում եք, այսքան փող եք ստանում, այսինչ բան անում եք, այսքան փող եք ստանում, այսինչ գործն անում եք, այսքան փող եք ստանում, եւ անընդհատ փորձելով առևտրի մեջ լինել, խաբեությամբ, ինչու այդ գումարները ինչու պետք է վճարեն, նախ ձեր գումարներն են դրանք, բայց վճարելու որպեսզի ինքն իրեն կարողանա պահել իր փողի եւ պաշտոնի դիրքի վրա, ձեզ կաշառելով, մեզ փորձելով կաշառել, մեզ փորձելով դարձնել իր նման, ում Աստվածը իր որովայնն է, բայց փառքը իր ամոթը եւ վերջը կորուստը։ Եվ վերադառնամ խոսքիս, պատկերացրեք մի պահ այս չարիքը իր այս ճղճղոցից հետո խորհրդարանական երկրի տարբեր երկրների ղեկավարների հետ հանդիպումների մեջ, որոնք արդեն այս տեղեկատվությունը ունեն, տեսանյութերը դիտել են, պատկերացնում եք այդ ամոթը, ինչպես են վերաբերվելու եւ խնդիրը ինքը չէ միայն իր միջոցով մեր հավաքական նկարագիրը, այո ուրախ եմ ասելու, որ տարբեր տեղերում, տարբեր երկրների ղեկավարներ լինեն կամ այլոք, հստակ կերպով տարանջատում են այս ստախոսին Հայաստանից կամ հայ ժողովրդից, մեզանից, արտահայտվում են դրա մասին, խոսում են դրա մասին, մենք չենք գտնվում այսպես մեկուսացված վիճակում, հարաբերությունների մեջ ենք տարբեր մարդկանց հետ, տարբեր կենտրոնների հետ, որոնք արտահայտում են իրենց կարծիքը, ոմանք թշնամի են համարում, հենց այս ստախոսին համարում են հայ ժողովրդին թշնամի, ոչ միայն տարանջատում են, եւ այո, խամաճիկ ծաղրածուի կերպարով ուղղակիորեն ինքն իրեն ցույց տալ կամ ինչպես ասած քիմիական որոշ ներարկումներից զրկված ուղղակիորեն ինքնաարտահայտում է հասկանալիորեն պատգամը կամ ուղերձը հղելով առաջին իր թիմակիցներին եւ ապա փորձելով ինչ որ կերպով իր ստերը թաքցնել, որովհետեւ ինչպես անցյալ շաբաթ խոսեցինք այս մասին, իր սատանայական գործարքը փորձում է թաքցնել, մենք անցյալ անգամ ասել ենք, հրապարակիր այդ պայմանագիրը ստախոս եւ երկրորդ հրապարակիր այն փաստաթղթերը Արցախին վերաբերող բանակցային, որ մինչև այսօր կամ մինչև 2019 թիվը գոյություն են ունեցել։ Հրապարակիր այդ բոլորը, եթե իրապես մարդ ես, ճշմարտախոս ես, հրապարակիր, ի վերջո դու այս ժողովրդի կյանքի վրա ես այդ
գինը փորձում վճարել քո իսկ իշխանությունը եւ նյութական հաճույքները բավարարելու առումով։ Հրապարակիր, ստախոս, հրապարակիր, ինչու ես վարանում, հրապարակիր, թող բոլորը իմանան, թող քո շրջապատի կույր աչքերը բացվեն, որոնց դարձրել ես քո գերին, նրանք էլ սիրով համաձայնվել են, ստրկության, այսպես ասած, ստրկության մեջ գտնվելու։ Եթե ճշմարտության մասին է խոսքդ եւ ոչ թե անիրավության, եթե արդարության մասին է քո զգացումը եւ ոչ թե անիրավության եւ ստախոսության, ապա հրապարակիր։ Խոստացել էիր հայտարարությամբ հանդես գալ, վախեցար, արձանագրել էիր դեսպաններին, որ ընդվզումից ես, ժողովրդային ընդվզումից ես մտահոգ կամ քո նկարագրին համաձայն վախեցած, ինչու չես հրապարակում, որովհետև վախենում ես, որովհետև գիտես ինչ սատանայական գործարք ես կնքել, որովհետև նույնիսկ մարդիկ արդեն ասում են, որ նույնիսկ ստորագրել ես, ոչ միայն պատրաստ ես ստորագրելու, այլ ստորագրել ես, որովհետև վախկոտ ես, որովհետև ստախոս ես և չենք դադարելու սրա մասին ասել, որքան էլ ձանձրալի թվա, որքան էլ մարդիկ ասեն, դե լավ, հա, իմացանք, որ իմիջայլոց ասում են մարդիկ, գիտենք, որ ստախոս են, և մի դատավորի կամ մի երկրի ղեկավարի մասին, որ հանրային լայն զգացումը անընդհատ խոսի այդ մասին, որպես ստախոս, նա ինչպես կարող է ապրել, ինչպես կարող է քնել ընդհանրապես, դու, չարիք, ստախոս, ինչպես ես ապրում, ինչպես, ես գիտեմ ինչպես ես ապրում, և փորձում ես մոռացնել տալ քեզ կամ երբեմն էլ ինքդ քեզ ցույց տալ որպես ոչինչ չպատահած։ Եվ այո, մենք գտնվում ենք այդ պայքարի ճանապարհի մեջ։ Ոչ թե միայն այս ստախոսին ճանապարհելու, այլ արդարության եւ ճշմարտության համար։ Ժողովուրդ, մի մոռացեք այս բաները։ Սրանք ավելի մեծ են արժեքներ որպես գաղափար եւ կյանք, քան որևէ այլ երևույթ, որովհետեւ այս գաղափարներով է կերտվում եւ ստեղծվում մեր կյանքը։ Վերանում են դժբախտությունները եւ հաստատվում է երջանկությունը։ Անկախ նրանից ինչ են քո պայմանները, եթե դու ապրում ես արդարության եւ ճշմարտության մեջ, դրանից վեր արժեք չկա կամ արդարության եւ ճշմարտության համար դրանից ավելի մեծ արժեք գոյություն չունի։ Չունի ուղղակի։